Սկսեմ։ Գնաց։ Դեք ինչ եմ մտածում։ Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ամեն ինչ անցողիկ է։ Ամեն ինչ հնարավոր է հաղթահարել։ Ամեն ինչ հնարավոր է ներել։ Ամեն հարցն էլ իր լուծումը ունի։ Բայց մի պահ է գալիս, որ հասկանում ես լուծում չկա։ Ասենք այդ որ դեպքում Մարս, որ կոֆե ես դրե ու չես հասցնում վերցնես թափում է գազին։ Ես բարասեցի։ Թե որ փոքր ժամանակ ֆուտբոլ էին խաղում, խփում էր Ռիփսիկ տոտայի պատուանը ջարդում էր այդ։ Թե որ մտել ես կոլայի բաղջից ցոգոլես գողացե ու գժված հետևիցը տանգ է։ Թե ասա Հոպարջան ինչ էր ընկե հետևներիցս։ Կարող է ցոգոլները պետք է կախեր տեղը։ Այսպես կախում ես տեղը, չէ՞։ Նկատել եք, որ շուտվանից չենք երազում էլ։ Ինչ եկել ենք Ամերիկա, մոռացել ենք երազելու մասին։ Օրինակ, ինչ երազանք եք պահել։ Պահել։ Ես ձեզնից բան չունեմ պահելու։ Ես դες բաներ չեմ սիրում գախնի, գիտես։ Դե երազանքը որն է, ես օրինակ շատ կուզեի մասնից ընկերներով բիզնես դնեինք, փող աշխատեինք, ում էլ ինչով կարեինք օգնեինք, էլի։ Հա, լավ բան ես մտածել։ Իսկ ես կուզեի Վեգասում մի հատ ուժեղ ջեքպոտ բռնեի, սաղած դզվեինք։ Բայց մեզ կտայի փող։ Նեղացնում ես։ Ես էլ ունեմ երազանք տղեկ։ Դու ինչ ես երազում, Արս։ Երազում եմ ընտանիք ունենալու մասին։ Ուզում եմ, որ բոլորս մեր ընտանիք ունենանք։ Բոլորս առանձին ապրենք ու այդ ժամանակ կարող ես պրծնեմ ձեզնից։ Ասում եմ ինչ ասում, ընտանիք ունենանք, ամուսնանանք, լուրջ խոսում է։ Չէ, ինչ լուր։ Լավ, հələ խաղացեք տենանք ով է կրում։ Դու չգիտես ով է կրում, Արս ջան։ Մի մեջոք ցորենտամ հատիկ կրա։ Պապս էր տենց ասում։ Աբես լուրջ ասում։ Արսեն, Արս վեր կաց, վեր կաց, Արսը շիկարա իրական ունի, Ասայտես, Արս վեր կաց, Արս! Սիրելի մարդիկ հեռանում են հանկարծ։ Առանց զգուշացնելու։ Դու չես հասցնում նրանց վերջին անգամ ասել, որ սիրում ես։ Որովհետև ինչքան էլ ասես քիչ է։ Կյանքը չի սիրում, երբ իր դեմ ես դուրս գալիս։ Կյանքը թողում է երազես, կարոտես, պլաններ կազմես, բայց վերջում ամեն ինչ անում է իր ուզածով։ Մի բան եմ խիթանում։
որ մարդիկ ում երջանկությունը քոնից կարևոր էր, ի վերջո գտնում են իրար ու շարունակվում է նրանց կյանքը։ Նրանք հիշում են քեզ երեկոյան մտերմիկ զրույցների ժամանակ։ Հիշում են օվկիանոսին նայելիս։ Հիշում են, երբ քո սիրած երգն է միանում։ Սկզբում տխուր են հիշում, հետո այդ տխրությունը փոխվում է լույսի։ Սկսում են ժպիտով հիշել քո արած կատակները, պատմել պատմություններ, որոնց մեջ ընկել ես։ Ու քիչ-քիչ քո մասին հիշողությունը ցավից վերածվում է ժպիտի, լուսավոր ժպիտի։ Որովհետև մինչև քո հեռանալը դու լուսավոր ես ապրել։ Կներես աղբերս։ Կներես, որ կողքը չենք եղել այն ժամանակ, երբ դրա կարիքը ամենաշատ ունեիր։ Գիտեմ հիմա մեզ չես մեղադրում։ Կուզեիր ապրենք նենց ոնց առաջ։ Բայց մենք էլ առաջվա մեջ ենք։ Կյանքը էլ առաջվա մեջ։ Հիմա եմ հասկանում, որ մեր ընկերության կորիզը, մեզ միավորողը ինքն էր։ Մենք մի բան կարող անենք հիմա, մենակ մի բան։ Իրար կողքի լինենք, թե ու թիկունք լինենք։ Արսենը հիմա այդ կուզեր։ Ասում էր տղերք, եթե ելք չկա, ձեզ մի տանջեք, համակերպվեք։ Չէ, չենք կարող համակերպվենք։ Իմ ընկերոջս կյանքում ոչ մի բան չի կարող փոխարինի։ Դու կապ ունեիր այդ դերբի հենց պատմության հետ։ Արսենը գիտեր։ Չէ, չասցրեցի ասեմ։ Որ իմանալ չէր թողում, որ տենց բան անես։ Ինքն էլ էր ուզում դրանց հարցերը լուծել, հապ։ Ինքը մի բան էր ուզում իրով։ Խաղաղություն ու ընտանիք։ Եթե մասնավոր պատվեր լինի, թող միանգամից ինձ հետ կապվեն։ Ալուստերս։ Սպասի։ Չես ուզում հետս խոսես։ 10 րոպե հանգստացի։
Այդ այնքան նեղված ես, որ հորդ համար 10 րոպե ունես, հա? Ինչի պատճառ չունեմ, Այ եթե հանգիստ զրուցենք, ամեն ինչ կհասկանաս։ կհասկանամ։ Ինչը պետք է հասկանամ, պապ։ Այն որ գնում ես Աննայի մոտ ու ինձ բան չես ասում։ Այն որ գիտես ռոբով է, էլի ինձ բան չես ասում, այդ պետք է հասկանամ, այդ նորմալ է։ Խափում ես ինձ։ Դավիթ, ոնց ես խոսում հորդ հետ, հա? Ես հերդ եմ, ոչ թե հակառակը։ Նորմալ է, որ աղջիկը ամուսնացել է նրա հետ, ով մեր խանութը թալանել, հա։ Որ առանց ինչ-որ մեկից բան ասելու հարսի շորը ակնում, այդ նորմալ է։ Էդգար ջան, ես չգիտեի, որ Էվանը տենց կշտապի։ Ես ուզում եմ իրան ժամանակ տայի, որ հասկանա ու հետ քաշվի այդ տղայից։ Ու այդ ժամանակ տալը ինչ տվեց մեզ։ Մի շաբաթ առաջ դրանց ընկերներից մեկի թաղումն էր։ Չուզեցա մարդկային դեմքս կորցնեմ ու նենց անեմ, որ չհասցնեն իրանց ընկերոջը դնեն հողը։ Բայց էլ տես չի լինելու, չեմ սպասելու։ Ոսի եթե մի բան անես, Էվան քեզ չի ների։ Ես հասկանում եմ, Էվայի հետ մանրամասն խոսել եմ, գիտեմ ինչ է եղել։ Շատ բարդ իրավիճակ է, բայց եթե Էվան Էվան ինչ։ Ես ես ամեն ինչ արել եմ Էվային պաշտպանելու համար։ Դու կարաս ինձ չհասկանաս, ինքն էլ կարա ինձ չների, բայց ես գիտեմ, որ իրան պաշտպանեցի։ Ու մի բան էլ։ Իմ ու Աննայի գործերին մյուս անգամ չխառնում ես։ Ես երեխա չեմ։ Ոնց ես։ Սոֆին դեղ եմ տվել, որ խմի մի քիչ հանգստանա քնի։ Ապրես որ մատնես։ Առաջարկեցի, որ կարագա մեր տանն էլ մնա, եթե այստեղ նեղված կա, բայց չուզեց։ Ստեղ իրան ապահով է։ Կարող է քեզ էլ այդ հանգստացնողներից տամ։ Ես միջև վերջ պետք է զգամ ես ցավը։ Չանշանակում Սոֆին գնա մեր տուն։ Մենակ ամանալու։ Մենակ չէ իմ հետ։ Ես գնաս դերս տուն։ Դե Ռոբ Կներես ինձ։ Ինչի համար ես ասում կներես։ Դու ոչ մի բան չես արել վատ։ Մեր ամուսնության օրը պետք է ամենասիրուն օրը լիներ։ Բայց ամեն ինչ ուրիշ ձև գնաց։ Բայց ես հասկանում եմ, որ հիմա դրա մասին մտածելու ժամանակը չի։ Մնա իմ հետ։ Ռոբ կյանքը մենակ երջանիկ պահերից չի։ Մենք կստեղծենք մեր երջանիկ պահերը։ Գիտես, ես այնքան լավ եմ հասկանում հիմա ինչ ես զգում։ Ու անգամ այս սիտուացիայում դու փորձում ես ամեն ինչ անես, որ ես երջանիկ լինեմ։ Բայց ուզում եմ հանգիստ լինես, որովհետև ես քո հետ եմ։ Մի մտածի այդ ամեն ինչի մասին։ Կարանք անենց անենք խնդիր չլինի էլի։ Իրավիճակը բարդ է։ Վթարի պատճառով մարդ է վնասվել։ Բայց մարդ չի մահացել եւ ես պատրաստ եմ լրիվ ծախսերը վերցնել իմ վրա։ Պետքա տուժող անձի հետ խոսել։ Ես կհանդիպեմ իրենց հետ, կփորձեմ հարցը հեշտ ձևով լուծել։ Լավ Թոնի ջան, ես վստահում եմ քեզ եւ կսպասեմ քո զանգին։ Շատ լավ։
Գիտես խեմստե։ Կամ Եվայի համար ես եկել, կամ էլ իմ։ Քոչը, երկուստ է պատասխանատու եք։ Լսի ինգեր։ Ուրեմն որ հետդ նորմալ խոսում եմ, չի նշանակում սաղ տոշնի է։ Ունես որ լոլոներ չեմ ուզում լսեմ։ Համոզոտում չես ուզում, որ Եվայի մոտ կռիվ անենք։ Գնա ես կգամ կխոսենք։ Լուրջ, տոմսերդ կարող է առնեմ թռնես մի անգամից։ Ուրեմն ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Ես մի ժամ առաջ ընկերոջս գերեզմանում էի, ու այս երկրում այլևս հուր հավիցան պահող հարց ունեմ։ Ու ոչ մեկ չի կարող ինձ անի որ փախնեմ։ Եթե քեզ ասում կգամ, ուրեմն կգամ կխոսանք։ Համարդ գրի։ Համարդ։ Քեզ մի օր ժամանակ։ Բայց կարող եմ մի քիչ քնես հանգստանաս, ամբողջ գիշեր չես քնել։ Սուրեր։ Մակրոթին ասի ծխամ։ Ձեզ չխանգարեմ։ Ոնց ես լավ ես։ Դե այսօրով ինչքան որ հնարավոր է լավ լինել։ Հա։ Ես մոտ Եվային տանեմ տուն իրեր ունիվերսնելու։ Ու միասին հետ գանք։ Ոնց միասին հետ գանք։ Ճիշտ հասկացա, տեղափոխվում ես մեր մոտ։ Շատ ուրախ եմ։ Ռոբ, բայց ես դելտայում գործեր ունեմ։ Կարող է այնտեղ վերջացնեմ, ինքս իրերը վերցնեմ գամ։ Ես կտանեմ։ Բայց ինձ թվում է դու ստեղ ես բայն ավելի ես պետք իմ համար հանգիստ տեղի։ Շուտ կգամ։ Հանգիստ գնա։ Դու գոնե գործերից հետ մի ինգի։ Գնամ։ Այդ։ Ռոբ, այդ խոսալու բան ունեմ։ Ասա։ Կարծում եմ, որ պետք է Եվայի հետ տեղափոխվեք առանձին ապրեք։ Հիմա դրա ժամանակը չի լավ։ Ժամանակավոր ստեղ կմնանք։ Չէ, Ռոբ։ Ես կարամ մենակ է ապրեմ։ Իսկ այդ աղջկան կարա դիսկոմֆորտ լինի, հասկանում ես, պլյուս հերն ու աղբերը լուրջ չեն վերաբերվի։ Չեն համարի, որ իրանց աղջիկը ամուսնացած է։ Իմ համար մեկ է, ինչ կա համարեն, ինչ չեն համարի։ Հա, քո համար ենթադրենք մեկ է, բայց Եվայի համար էլ է մեկ։ Ինչ գիտես ես վերջերս այդ աղջիկը տուն ինչ խոսակցությունների մեջ ա եղել։ Որ ինչ-որ բաներ ինձ կասեր։ Համոզված ես, Ռոբ։ Ինձ որ լսես ընդհանրապես կվերցնես իրան, կգնաք լոսից դուրս միտեղ կհանգստանաք, այդ ընթացքում ես ձեր համար տուն կճարեմ։ Ուզում ես փախնեմ իրականությունից։ Շատ չես բարդացնում։ Չէ, ընդհանրապես չեմ բարդացնում։ Կարա գնաք համարեք մեղրամիս եք գնացը, Ռոբ։ Ոչ մեկին է մի ասեք ուր եք գնում։ Եվան չի կարա գործը թողի լավ։ Ես ա քեզ մենակ չեմ թողի։ Մենք այս բանի պետք է բոլորով միասին լինենք։ Հասկանում ես, չէ, որ մշտական չենք բաժանվում իրարից։ Եվան էլ կարա մի քանի օրով արձակուրդ վերցնի։ Մի բարդացրու։ Հենց այսօր է կազմակերպի գնացեք, Ռոբ։ Մերսի։ Բարիավեր։ Բարի ջան։ Խի առանց մեզ գնացիր։ Վաղ Երևան։ Ինչ կա որ կարող է խոսք են տվել ոսկիները հետ տան։ Չէ, գնացի դրանց տուն Եվան ընդեղ էր։ Չուզեցա իր ամոթ թեմա բացեի, բայց ժամանակ եմ տվել, որ վաղը զանգեն։ Բայց կզանգեն որ։ Ու պետք է փախնեն որ։ Լավ, ասենք թե զանգեցին։ Հետո ինչ։ Մի 10 օր առաջ գիտեի հետո ինչ, բայց հիմա ահագին բան է փոխվել, մի ջան։ Եվայի պահով ես ասում։ Մենակ Եվայի չէ։ Աղբեր այդ պապա է դառնում։ Ես նշելու առիթ է։ Նշելը կնշենք։ Պրոստը այս լուրը իմանալուց հետո իմ կյանքում ահագին արժեքներ փոխվել է։ Առաջ մտածում էի, որ մեծ թալանողներին բռնելու եմ, դաժե խփելու եմ, գնամ նստեմ, բայց հիմա էլ տես չեմ մտածում, որտեվ պատասխանատվությունը մենակ իմը չի, ուրիշի կյանքինն էլ է։
կյանքում ավելի կարևոր բաներ կան, քան թե վրեժը։ Բայց այս հարցը սենսը չեմ կարա թողեմ։ Իրանց արասնի մոր մեկը պետք է պատասխան տան։ Քաշ։ Սարա։ Սով ոնց ես։ Անցավ գլխացավդ։ Հա, գլխից ցավն անցավ։ Չգիտեմ սրտից ցավի հետ ինչ անեմ։ Մենք էլ։ Բայց հիմա հնարավոր չի ոչ մի բան փոխել։ Պետք է սովորենք սենց ապրել։ Խորենից նորություն չկա։ Պոլիսում վստահ են, որ քաղաքից դուրս չի եկել։ Շատ բան չասացին, բայց ասացին, որ փնտրում են։ Զգում եմ, որ մոտիկ է։ Այդտեղ մտել է ու վախենում է դուրս գալ։ Ճիշտ է, որովհետև եթե ես դրան գտա առաջինը կսպանեմ։ Ես չի թվում, որ Արսենը կուզեր, որ դուք վրեժի հետևից գնաք։ Արսենը չի կարա ոչ մի բան ուզի, առավելևս չուզի։ Այս վերացական բաները թարգ եկել են։ Դու ինձ ես մեղադրում։ Դու մտածում ես, եթե ես չգայի, տենց բան չէր լինի, չէ՞։ Դու մեղավոր չես։ Արսենի ընտրություններ քո հետ լինել։ Ես ով եմ, որ քեզ մեղադրեմ։ Դուք ընդհանրապես ուզում եք երջանիկ լինեք։ Մեղավորներ մի փնտրեք։ Մերսի, որ սենց եք ասում։ Այսօր իրոք հենց էլ մտածում եք։ Կարաս մնաս տեղ, ինչքան քեզ պետք է։ Ես չեմ կարաս տեղ մնամ։ Գնալ եմ Երևան։ Երբ որ որոշես ասա, ինչ պետք է կանենք։ Մերսի։ Կգնամ տուն, մի քանի բան պետք է հավաքեմ։ Ես կտանեմ քեզ։ Վերջ։ Իրանց մենակ թողեցի, որ խոսեն հիմա, խոսալու շատ բան կունենան։ Հասկանում եմ։ Բա մենք երբ ենք խոսելու։ Ինչի մասին։ Քո հարսի շորի, թե նրա, որ դու ինչ-որ մեկի կինն ես։ Չէ, կարծում եմ հիմա պետք չի դրա մասին խոսել։ Ես չեմ կարող աչք փակեմ նրա վրա, որ Ռոբը գողություն է արել։ Բաբ, դու որ Ռոբին ճանաչես, տենց չես խոսի։ Իրանք շատ լավն են։ Մեկը մյուսին պաշտպանելու համար պատրաստ է ամեն ինչի։ Ես կարող եմ հասկանամ, բայց Էդգարը, չէ։ Բայց ինչ պարտադիր է դու Էդգարին ինչ-որ բան ասես։ Ես նրա մասին բան չեմ ասել, բայց ինքը գիտի։ Գիտի ու ինձ չի ուզում լսի, չի ենթարկվում։ Եվա դու պետք է խոսես Ռոբի հետ։ Դի ասես, որ թողնի գնա վերցնի այդ ընկերոջը ու գնա այստեղից։ Ես անհանգստանում եմ Էդգարի համար։ Ես չգիտեմ նա ինչի անթունակ, չգիտեմ ինչ կարա անի։ Հա։ Եվա, լավ չես զգում։ Չէ, լավ եմ։ Ես ինքս կխոսամ Էդգարի հետ, բայց ուր է հիմա Էդգարը։
Ոնց են։ Շատ լավ։ Գիտես չէ, հենց տրամադրություն չեմ ունենում, ես լավ գիտեմ։ Առաջինը գալիս եմ քեզ մոտ։ Միանգամից տրամադրությունս բարձրանում է։ Բարևաբեր։ Բարեցես։ Էդգար, Հազիվ գտա քեզ։ որտեղից իմացար, որ ես ստեղ եմ։ Գնացել եք գործի տեղ, ասցին մի ժամ ու դուս ես եկել։ Սալոն ես գնացել։ Չեմ հավատում, որ դու հիշում ես, որ ես բյութի ֆաբրիկից եմ օգտվում։ Դա չի տենց որ։ Դե որովհետև ինձ միշտ թվացել է, որ ինձ հետ կապված ոչ մի բան դու չես հիշում։ Ասեմ ավելին, ես վստահ եմ, որ հիմա աչքերս փակեմ, հաստատ աչքերիս գույնն էլ չես հիշելու։ Կանաչադերնավոն։ Մենակ չասես, որ ուզում ես իմանաս գենետիկորեն այդ գույնը որտեղից ես ձեռք բերել։ Եթե վերջացել ես գնանք։ Շնորհակալ եմ շատ։ Սիրով։ Հաջողություն։ Լավ որ։ Էվանա, Ոչինչ։ տարօրինակ է։ Դու Էվայի զանգերին միշտ պատասխանում ես։ Դերումն այսօր է տորը չի։ Ինչ ա եղել, վիճել եք։ Չէ, բայց որ պատասխանեմ հաստատ կվիճենք։ Լավ Էդգար։ Հա, Էվա ջան։ Միք ջան, բարև, լավ ես։ Լավ եմ, Էվա ջան, հո բան չի եղել։ Չէ, կարող եմ իմանաս Էդգարը ուր է։ Ա մի քիչ առաջ իրար հետ էինք։ Իսկ հիմա ուր է, գիտես։ Ասեց Աննային ա տենալու։ Ավել բան չգիտեմ։ Հասկացա Միք ջան։ Ապրես, շատ ապրես։ Ներս ես գալիս։ Չէ։ Ստեղ կսպասեմ գնարի։ Ինչ հասանած։ Սովա, ես ում ես եկել։ Սով, ստեղ ես։ Հիմա ինչ ես ուզում ինձնից։ Դե Սովա, էլ ում ես ֆրֆրում, հա։ Քեզ ինչ, քեզ ման են գալիս, գիտես որ քեզ բռնելու են։ Ես ինչ եմ ասում Սով։ Արի գնանք իրար հետ։ Ինչ։ Ես ընդունում եմ, այս ամեն ինչը սխալ էր։ Մենք նոր ենք տեղափոխվել, պահիտակ թուլություններ, նոր էր հանդիպել դրան, ընդունում եմ այդ սաղ։ Արի գնանք իրար։ Խորեն դու մարդ ես սպանել, դու հասկանում ես դու ինչ ես արել։ Իշի կնգա վրա նայողին հետելա քիչ։ Դու հիվանդ ես։ Լսի, արի գնանք իրար հետ, այս անգամ ամեն ինչ ուրիշ ձև է լինելու։ Սոֆա։ Խնդրում եմ ուղղակի թող ինձ գնա, թող ինձ։ Ես քեզ սիրում եմ ու պատրաստ եմ ներեմ։ Ու կարամ փախնեմ ստեղից։ Դու չես կարող փախնես, քեզ գտնելու են։ Ում որ պետքա փողը տվել եմ արդեն։
տանի Մեքսիկայի սահմանը ունդը գցել էական չի։ Հիմա արի գնանք իրար, խնդրում եմ։ Ես քեզ սիրել եմ միշտ, ու սիրում եմ, ու պատրաստ եմ ներել ես ամեն ինչը։ Մենակ արի հետս։ Իսկ ուր ենք գնում։ Ես դուր ես ուզում որ գնանք։ Չգիտեմ, ընդհանրապես ես հիմա պիտի աշխատանքի տեղում լինեի։ Ես քո աշխատանքի տեղում ասել եմ որ դու այսօր գործի չես գնալ։ Ինչ ես տենց բան արել Էդգար։ Ինչ ես իմ փոխարեն որոշում կայացրել։ Որտեվ ժամանակն է որ այդ գործից դուրս գաս։ Քեզ հանգիստ է պետք։ Սկսվեց։ Հիմա քեզ պետք է առողջ ծնվել, շատ քայլել, այնքան ինչքան որ դու ուզում ես։ Ես տենց էլ ապրում եմ։ Էլի կշարունակես տենց ապրել ու ես քո համար ամեն ինչ կապահովում։ Ինչի։ Ես քո ինչն եմ որ պատրաստվում ես ինձ համար ամեն ինչ անել։ Լավ չի որ չգիտես դու իմ ինչն ես։ Էվանա։ Մի պատասխանի։ Հա, Էվ ջան։ Ան Էդգարը քո մոտ է։ Հա, միասին ենք հիմա։ Տանն եք։ Չէ, մեքենայի մեջ ենք։ Իսկ ուր եք գնում, չեմ խանգարի, որ մի քանի րոպեով գամ։ Իհարկե չես խանգարի, Էվ ջան։ Բայց ես էլ չգիտեմ թե ուր ենք գնում։ Հեռախոսը տամ Էդգարին, թող ինքը քեզ ամեն ինչ ասի։ Ասա Էվա։ Էդգարը սիշ տունտունի կա զանգերից չես պատասխանում։ Ինչ ա եղել։ Պետքա խոսենք։ Հետո։ Չէ, Էդգար, հիմա, որովհետև դու գիտես, որ իմ համար շատ կարևոր է այս խոսակցությունը։ Պարզ է արդեն։ Էդգար, ես հիմա այնտեղում եմ, որտեղ խոստացել ենք իրար, որ միշտ իրար մասին հոգ ենք տանելու։ Հիշում ես այդ տեղը։ Հիշում եմ։ Ես քեզ այդտեղ սպասում եմ։ Խոս չեմ տալի որ կգամ։ Ես ամեն դեպքում կսպասեմ։ Ինձ տուն տար, դու հանգիստ գնա։ Չէ, հիմա ես իր հետ խոսալու բան չունեմ։ Թեման փակ է։ Լավ էլի մամ, խնդրում եմ հանգստացի էլի։ Չեմ հավատում տղես։ Չեմ կարում հավատում։ Մենք է չենք հավատում։ Ախր այդքան ասում էի հետ եկեք։ Չէիք լսում։ Երևի ճիշտ է իր մամ։ Հիմա էլ ինչ կարևոր է ճիշտ էի, սխալ էի։ Ռոբս ուրա։ Ստա։ Ասա թողա դենամ մի հատ։ Ռոբ։ Չտաս, չեմ կարող խոսալ։ Մա հետո իրար հետ առանձին կխոսակ։ Ախր ես իրան շատ լավ գիտեմ, ինքը ամեն ինչ ներսա գցելու ու իրան ներսից լրիվ քայքայ։ Փոքր վախտմանից էլ տենց է եղել։ Գիտեմ, մերս։ Դու քեզ լավ նայելի մամ։ Մի քիչ խնայի քեզ, մեզ շատ ես պետք, գիտես։ Գոնե կարողանայի գերեզմանին գնայի։ Վերջի անգամ։ Լավ էլի մամ, լավ էլի։ Ոչ քեզ տանջի, ոչ ինձ էլի։ Լավ էլ բան չեմ ասում։ Բայց շատ եմ խնդրում։ Սուտ արժեքների հետևից մի ընկեք։ Ձեր կյանքը մի վատնեք տենց ստից բաների համար։ Ճիշտ ես։ Այնքան անկանք անիմաստ արժեքների հետևից որ ամենակարևորը կորցրինք։ Բարի գիշեր ձեզ։ Կրկում եմ մամ ջան, քեզ լավ նայ։ Չեկար Էդգար փաստորեն։ Չի հավատում, որ չես գա։ Դու էլ գնում էիր, հա ոնց որ։ Դե բայց եկար կարևորը։ Ես իմ խոստումներին միշտ տեր եմ Էվա։ Լինի դա մի տարի առաջ, թե 10։ Գիտեմ այդ։ Քեզ թվում է մեզ իրոք պետք է այս խոսակցությունը։ Ինձ թվում է դու պետք է իմ հետ խոսայիր այն ժամանակ, երբ իմացել էիր։ Խոսալու բան իրականում չկա։ Դու այդ տղուց հեռու ես մնալու, ես եմ մեր ընտանիքից գողացածը հետ եմ բերելու, ինչ գնով ուզում ալնի։ Էդգար, ինչ է նշանակում ինչ գնով էլ լինի։ Հա, ինչ որ լսեցիր։ Ես այն սկզբից լավ էլ հասկանում էի, որ ինչ որ բաներ դու ինձանից թաքցնում ես։ Ինչ որ բան այն չի, խաբում էիր ինձ։
Ու նենց էր անում, որ ես ինձ մեղավոր զգայի քեզ չհավատալու հարցում։ Էդգար, իսկ ինչ անեի, գայի պատմեի։ Ուղղակի կարայր անկեղծ լինեի, իմ հետ այդքան բան։ Դու հիմա ես է տենց ասում, դու պատկերացնում ես, ես այդ ժամանակ գայի քեզ ինչ-որ բան ասել։ Ինձ ինչ-որ բան գալ ասել է, հեչել է մոռանանք այդ։ Ինչի համար ես դու կապնվել ես տղու հետ, ուզում եմ այդ հասկանամ ընդամենը։ Ինչ էիր մտածում։ Էդգար, Ռոբը շատ վատ բան է արել, բայց ինքը ոչ գող է, ոչ հանցագործ, ոչ վտանգավոր, ոչ էլ վատ մարդ։ Ոնց է խելքդ կերել։ Իմ խելքը ոչ մեկ չի կերել, Էդգար։ Ուզում եմ հասկանամ, հնարավորություն չկա մարդուն շանս տալու, հետը շփվելու, ծանոթանալու։ Քեզ թվում է այդ հնարավոր, հա։ Իսկ մի հատ ինձ նայի, այդ մեզանից չի կախված։ Այդ ինքն է տենց բան ասել քեզ, որ ամեն ինչ մեզանից է կախված։ Այսինքն գողը կարա գողություն անի, բայց գող չկոչվի։ Դու չես հասկանում քեզ ինչի համար իրա մոտ պահում, որ ոչ միտեղ իրան չմատնես։ Օգտագործում են քեզ, հասկանում ես։ Դու ոչ մի բան չգիտես։ Հատուկ բան պետք չի իմանա միշտ կապում ձեզ։ Այն գաղտնիքը, որ էլ գաղտնիք չի։ Եվա ես քո մասին հոգ եմ տանում ու շարունակելու եմ անել դարձ։ Ու դու չես կարա մի ամսվա ծանոթիդ ավելի շատ վստահես, քան ինձ։ Դու ոչ իմանից մի վախեցի, որ իրան պարտքես կամ պարտական, կամ էլ ձեր ամուսնությունը այդ ֆիկտիվ հիմարությունը, որ արել եք։ Ֆիկտիվ հիմարություն, Էդգար։ Դու գոնե գիտես, ես ինչ եմ զգացել այդ քայլին գնալուց առաջ։ Ես չեմ էլ հարցնում, որտեվ ինքդ էլ չես հասկացել ինչ ես զգում, խղճահարություն թե ինչ։ Սեր, Էդգար, սեր։ Ես սիրում եմ Ռոբին։ Ու այդ ոչ մեկը ինձ չի ներշնչել ու ոչ մեկ չի խաբել։ Երբ քեզ խաբում են, դու չես իմանում դրա մասին։ Դու ոչ մի բան չես հասկանում։ Քեզ մենակ հետաքրքրում է, որ այդ խանութը թալանել են ու վերջ։ Զարմանում եմ, ոնց կար այս ամեն ինչի համար մեկ լինի։ Իմ համար մեկ չի, բայց ես գիտեմ ավելին, քան դու։ Ու ցավը այն է, որ դու չես էլ փորձում իմանաս։ Եվա, արի հանգստանանք, հանգիստ խոսանք, որ հասկանանք իրար, լավ։ Էդգար, ես սիրում եմ Ռոբին։ Մնացածը դու գիտես։ Կվնասես արդյոք այն մարդուն, ում սիրում եմ ու ում հետ երջանիկ եմ։ Ու կզրկես արդյոք ինձ իմ երջանկությունից։ Եվա, ես քեզ ուղղակի զգուշացնում եմ, Էդգար։ Եթե Ռոբին ինչ-որ բան է եղել, ես քեզ չեմ ների ոչ ողջ, ոչ էլ մեռած։ Եվա։ Մերսի շատ։ Խնդրեմ։ Հայր ինչ ա եղել, դուրս չես գալի։ Այդքան զգացվում է։ Չեմ ուզի Ռոբը նկատի, ուղղակի գիտեի, որ սպասում է, եկել եմ։ Ինչ ա եղել։ Աղբորդ հետ ես խոսացավ։ Ինչ ա ասել։ Ոնց տեսել է ձեզ։ Մեզ չէ, ինձ, Ռոբը չգիտի։ Ինչ է ասել։ Դեռ բան չի ասել, պիտի հանդիպենք խոսենք, բայց կարևորը չի, կարևորը նա, որ ես Ռոբին բան չեմ ասել ու չեմ ուզի դու էլ ասես։ Ճիշտ կլինի, որ համոզես Ռոբին ինչ-որ ժամանակով գնանք ստեղից։ Լավ,
տենց վիճակ չի ինքը, հաստատ ձեզ չի վնասի։ Կարա չվնասի, բայց հաստատ չի թողի, որ իրար հետ լինեք։ Իրա կռիվը հիմա ավելի շատ դու ես, քան ոսկին։ Գիտեմ, բայց կհարմարվի ժամանակապետք։ Հա, ժամանակը կանցնի, բան չունեմ ասելու, ինքն է կհարմարվի, բայց դրա համար պետքա որ գնաք ստեղից ինչ-որ ժամանակով։ Եվ ոնց ես զանգում էի անասանելի էր։ Հեռախոսս երևի անջատվել է, չեմ նկատել։ Արդեն ուզում էի գա ետևից հետ։ Ինչ ասես մտքովս անցավ, ինձ տված աղբերը չի թողում դուրս գաս։ Հա, չէ, նորմալ է ամեն ինչ, մի քանի իրել վերցրել եմ, եկել եմ։ Ես ձեր տեղը լինեի, չէի նստի տանը։ Այսօրվանից ամեն ինչ ուրիշ ձև է լինելու։ Ուզում ես դուրս գանք։ Կարելի է։ Դե հեսա գամ գնանք։ Եվ խնդրում եմ քեզ, համոզի Ռոբին գնացեք։ Լավ, ախր ես չեմ կարա Ռոբին խաբեմ։ Ես պետք է իրան ասեմ։ Հա, ու գնա աղբորդ հետ ավելի մեծ կռիվ անի, չէ՞։ Եվ ես իմ հարցն է, կթողեք ես իմ հարցը հարթեմ։